Տիկին Գալստյան, կներեք էլի ձեր նախագծի մասին չեմ խոսելու, ափսոս գնաց պարոն Ղազարյանը, գիտեք, մեր ընդդիմության հիմնական խնդիրը այն է, որ իրանք ինչ-որ բաներ են անում, մեր հայրենակիցներին, չգիտեմ, գիտակցաբար թե չգիտակցելով վիրավորում են, հետո զարմանում են, թե ինչու եղավ այնպես, ինչպես եղավ, այսինքն եթե մարդիկ գալիս են հանդիպման, իրանց խնդիրներով կամ իրանց գնահատանքի խոսքերով հանդիպում են մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներին, դա իրենց պատկերացումներով պիտի անպայման ուղղորդված լինի կամ պիտի հարկադրանքով լինի, որովհետև իրեն ժամանակ երևի այդպես էր։ Ինչ վերաբերվում է մանկապարտեզին, որ ասում են ես եմ կառուցել, նախ պարոն Ղազարյանը ինքը չի կառուցել, դա կառուցվել է համայնքի կողմից կառավարության սուբվենցիոն ծրագրերով, այսինքն նշանակում է կառավարության մեծ աջակցությամբ եւ նշվեց, որ ամեն ինչ արվել էր, մնում էր միայն գույքը, 2022 թվականի ռեպորտաժ կար, որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, պարոն Ղազարյանը այդ ժամանակ արդեն падգամավոր էր։ 2019 թվականին է մեկնարկել այդ ծրագիրը եւ եթե մարդիկ այդքան շատ էին մտածում, այդ մյուս շենքը, որը ժամանակին ասեմ օտարել են ու տվել են Վիվասելին, կարող էին այդ գործակի փոխարեն մի քիչ ավելի շատ ջանք ներդնեին ու նոր մանկապարտեզներ կառուցեին։ Իսկ ինչ վերաբերվում է իրավական բնույթի գնահատականին, ես ոչ գլխավոր դատախազն եմ, ոչ դատավոր եմ եւ մարդկանց անմեղության կանխավարկածներ հարգում եմ, դրա համար ուղիղ մեղադրանքներ չեմ հնչեցնում, բայց պարոն Ղազարյանը հաջորդ անգամ որ Սամբոնին մոտնա, թող պատասխանի, թե եթե ինքը ոչ մի բան չի խախտել, ինչի համար է մի քանի միլիոն դրամ վերականգնել պետական բյուջե կամ համայնքային բյուջե։ Շնորհակալություն։